չեն տեղափոխել տղաների ձերբակալման վայր։ Ձեր կարծիքով այս ուժ գնանալու բաները, հա, դա ռեպրեսիա, եթե այսպես բնութագրենք, ինչով է դա պայմանավորված, եւ երկրորդը, չմոռանանք, որ մեր գործընկերներից մեկը ակնարկել էր, տեղեկացրել էր տղաներին ձերբակալելու իշխանական մտադրության մասին, որը իդեպ նախորդել էր Սերժ Սարգսյանի հարցազրույցին։ Այո։ Նախ ձեր կարծիքով ինչ էին ակնկալել, որ այդպես մի հատ հասկացրել էին, որ ձերբակալելու են, կամ արդյոք փորձել են կոմունիկացիայի մեջ մտնել տղաների հետ, արդյոք ինչ-որ փորձել են պայմաններ առաջ քաշել, ինձ թվում է նաև Աստղիկ պատասխանի, որովհետև փաստ է, որ Ալենի հերթական արարը դա ամենավերջին արարն էր, որ հետագայում տղաները հայտնվեցին բանտում։ Եվ Աստղիկը ներողություն օգտվելով իրավունքից, Աստղիկը, որ գործընկերներին այսպես նրբորեն կոչել է անում, ինչ ակնկալիք կա գործընկերներից, որտեղ մի գործընկեր ես եմ եւ բոլորը այստեղ են, բոլորը չասենք, բայց մեծ մասն այստեղ են։ Ինչ է ակնկալվում, որ դուք այդպես ասում եք, պետք է հասկանաք, որ հաջորդը դուք եք։ Սկսեմ վերջից երևի։ Ես շատ շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, մեր բոլոր միջոցառումները ակտիվ լուսաբանվել են, բոլոր ակցիաները, բոլոր հայտարարությունները առանց բացառության բոլորին շնորհակալ եմ, ովքեր մեզ այս ընթացքում իրենց աջակցությունն են հայտնել։ Ակնկալիքս այն է, որ հնարավորության սահմաններում շարունակվի բարձրաձայնվել, որ Հայաստանում կան երկու կալանավորված մեդիա գործիչներ։ Հենց մենք դադար ենք խոսել սրա մասին, այդ մարդկանց թիվը ավելանալու է։ Սա այս մասով։ Ինչ վերաբերվում է այդ ձերբակալման քրեական գործի, նոր քրեական գործերի մասին մամուլում տարածված հայտարարությանը, մենք դրան ծանոթացել էինք, ընդ որում ասեմ, որ մեր նկատմամբ ճնշումները այնպես չի, որ այդ հայտարարությամբ սկսվեց, օրինակ այս քրեական գործով կավարտվի, չէ։ Անտիֆեյքի սկզբնավորման պահից անտիֆեյքի հետ կապված, Նարեկի քաղաքական ակտիվ գործունեության պահից Նարեկի հետ կապված, Վազգենի ակտիվ հանրային քաղաքական գործունեության հետ կապված, Վազգենի հետ կապված, այդ ռիսկը միշտ եղել է բանտարկվելու այս իշխանությունների կողմից։ Ռիսկը մենք ամեն օր ենք տեսնում, մենք էլ ենք զգում դա։ Բայց ինչով է դրսևորվում, օրինակ Վահե Մակարյանի միջոցով այդ ազդակը փոխանցելուց հետո այդ ռեպրեսիան ինչ-որ ակնարկ, հաշվարկ Կարծում եմ լրագրողը ունեցել է ինֆորմացիա, հրապարակել է դրա մասին, բայց այն, որ կա այդ վտանգը ամեն վայրկյան, դա մեզ համար ոչ մի վայրկյան չի դադարել։ Դրանով է պայմանավորված նաև, որ մենք հատուկ այդ disclaimer-ը, որի մասին խոսեց պարոն Մելիքյանը, այդ ծանոթությունը մշտապես podcast-ի վերջին մի քանի ամիսների ժամանակահատվածում հրապարակել ենք, ծանոթել ենք մարդկանց, որ հետո չգան ասեն, այսի արդեն խուլիգանություն չի, սպառնալիք է եւ այլն։ Այսինքն խոսքի հետ կապված, Նարեկին Վազգենին լրացնելու հետ կապված ցանկացած քրեական գործ կարող էր հարուցվել։ Դրանով էր պայմանավորված, որ Նարեկը, եթե թույլ կտակ, բացահայտեմ դա, չնայած եթերում էլ դրա մասին խոսվել է։ Միշտ եթերից առաջ քննարկում էր ունենում պարոն Մելիքյանի հետ։ Իրանք քննարկում էին տարբեր իրավաբանական թեմաներ, թե այս մեր խոսքը եթե սենց ասենք, դա ինչ հոդվածի տակ կտեղավորեն։ Այսինքն այնքան աբսուրդի աստիճանը մեծ է եղել եւ նախկին քրեական հետապնդումների դեպքում եւ վերջին կալանավորմամբ դրսևորված Իմնեմնիմիի դեպքում եւ Իմնեմնիմիի ես երկուսի դեպքում այնքան աբսուրդի աստիճանը մեծ է, որ տղաները դա հստակ գիտակցել են եւ հնարավորինս ամեն ինչ արել են զերծ մնալու տարատեսակ հետապնդումներին սենց օբյեկտիվ իրավական հիմքեր դնելու հնարավորությունից եւ իրենց խոսքում ամեն ինչ արել են, որպեսզի չլինի հերթական քրեական գործը, հերթական կալանավորումը, բայց այս խոսքը ինչպես Լուսինեն ասաց, այս իշխանությունը վախենում է խոսքից վախեցող իշխանություն է։ Ինչ վերաբերվում է խոսել, պայմանավորվել, բացառվում է նման բան, որ իրենցից կոնտակտ լիներ կամ տղաները որևէ ձևով կոնտակտի դուրս գան, դա պարզապես բացառվում է։ Ստեղից մշտապես հնչել է ամենասուր ծայրահեղ քննադատությունը, միշտ տղաները քննադատել են բոլոր այն գործիչներին հրապարակային, ովքեր որ ձեռք են սեղմել այս իշխանության ներկայացուցիչների հետ, եւ դա բացառվում է մեր դեպքում, որ որևէ օր դա հնարավոր կլինի իրականացնել։ Գուցե երբ որ Նիկոլ Փաշինյանը կալանավորված լինի ՀԿՀ-ներից մեկում եւ մենք իրեն տեսակցենք, այդ ժամանակ գուցե ձեռքը սեղմենք, հարցնենք ինչպես էս, չգիտեմ, այն ժամանակ ինչ կարգավիճակ ունենամ, փաստաբան կլինեմ, չեմ լինի։ Ամեն դեպքում միայն այդ տարբերակով է երևի հնարավոր ձեռք սեղմում։ Բայց հարցը նրա մասին էր, թե օրինակ դրդապատճառները, հա, կալանքի, դա Սերժ Սարգսյանին ուրեմն եթեր տրամադրելն էր, նրան հարթակ տալն էր շփվելու, հա,
թե իրականում քաղաքական պլանի մասը։ Կարելի է ենթադրել, որոնք հնչեցին։ հասկացա։ Մոռանանք մինչ այդ էլ իդեպ Ալեն ասել է, որ նեղացել է, որ իրան կողին են մտել։ Ուրեմն նախորդ քրեական գործի նախորդ անգամ երբ որ քրեական գործ հարուցվեց, պարոն երրորդ նախագահի հետ չէր եղել հարցազրույց, այսինքն դա կարող էր պատրվակ լինել, բայց այն որ իշխանության ներկայացուցիչները հիստերիկ նոպայի մեջ էին ընկել Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո, դա էլ ակնհայտ է, ընդ որում ռեժիմի պարագլխի գլխավորությամբ, երբ որ 7 ժամանոց ոդքասթից րոպեներ անց սկսել էր Facebook-ում ստատուսներ գրել, չգիտեմ, արդեն թիվն էլ անհասկանալի է, թե քանի հատ։ Իհարկե դա հավանաբար իրանց ավելի սենց սրել էր, իրանց նյարդային վիճակները, երբ որ ստեղ հնչում է սուրբ քաղաքական քննադատություն, երբ որ ոդքասթի հարթակը բարձրանում է նոր լեվելի եւ հյուրընկալում է նախագահի, եւ երբ որ ոդքասթի ընթացքում հնչում են երրորդ նախագահի շուրթերից այնպիսի արտահայտություններ, որոնք բացահայտում են այս իշխանությունների դավաճանական կեցվածքն ու գործողությունները, իհարկե դա կարող էր առիթ հանդիսանալ այդ իրանց նոպայի մեջ ընկնելու հերթական դրսևորման համար։ Բայց դրանք ընդհանրապես ենթադրություններ են, որոնք կյանքի իրավունք ունեն, թե իրենց գլխում ինչա կատարվում, ոչ ոք չի կարող գուշակել։ Հետույքը ոչ մի կապ չունի։ Մի ասեք այդ բանը։ Մի ասեք։ Այս բաներ մի ասեք։ Ստեղ է Կանես տեխնիկան կտանը։ սա ուժախա։ Բայց ներողություն ես կուզենայի շատ բարձ արձագանքել, ներողություն եմ խնդրում, ստեղ մի շատ կարևոր բան կա։ Իմ պատկերացմամբ խնդիրը նաև այն է, որ տղաները ցույց տվեցին, որ առաջի հիմնեմնի գործով իրենց նկատմամբ այս հետապնդումները ավելի մեծ լսարանի բերեցին։ Հիմա սա էր պատճառը, որ երկրորդ հիմնեմնիով պարզապես փակման ուղղված քայլեր կատարվեցին։ Իսկ ես տեսնում եմ նաև ինչու ոչ, ես էլ բարձրաձայն ասեմ, իմ անձնական կարծիքն է, չգիտեմ ով կիսում, ով չի կիսում, քաղաքական process-ներ են արժևում։ Իսկ ինչի այդ քաղաքական process-ներից առաջ վնաս չտալ, լրացնել, ինչ որ ժամանակով փակել մարդկանց, որոնք որ ունեն հանրային որոշակի լսարան, նրանց խոսքը շատերը լսում են, տեսնում են, որ համենայն դեպս այն ձևաչափը, որ ընտրված է ոդքասթին, որում լայվ ոդքասթի, իմ կարծիքով ընդդիմադիր սեգմենտում համենայն դեպս նման նորից ասեմ լայվ ոդքասթի նման համարժեք ես չեմ իմանում։ Այսինքն այս ամեն ինչը այն գործոններն են, որոնք որ վտանգավորի առաջի մակարդակի ոնց է ասում, առաջի մակարդակի վտանգի ինչ որ որոշում են երևի իրանք էլ կայացրել տղաների հետ կապված եւ ոդքասթի հետ կապված եւ դա էր պատճառը, որ ակնհայտ էր, որ թիրախը ոչ միայն տղաներն են այս անգամ, այլև անտիֆեյքը, այլև իմնեմնիմին որպես տեղեկատվական հարթակ, Ազատ խոսքի արտահայտման միջոցի տեղեկատվական հարթակ։